Եթերում զինուշ հեռուստածրագրի կիրակնօրյա թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել Աֆղանական պատերազմից Արցախյան ազատամարտ ու մինչև այսօր զինված ուժերում հայկական բանակի գեներալը 55 տարեկան է։ Մարտական և շուրջօրյա հերթապահություն սահմանին արցախա-ադրբեջանական շփման գծին կանգնած զինվորների առօրյան ներկայացնում են Արցախի մեր գործընկերները։ Հայրենիքի նոր պաշտպանները համալրում են ազգային բանակը, շարունակվում է ձմեռային զորակոչը։ Մոնթեականները պատրաստվում են միջազգային հավաքի, վարժարանի լավագույն սաների վերջին մարզումներն ընթանում են Լեռնային ուսումնական կենտրոնում։ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան վերջերս տոնեց հիմնադրման 75-ամյակը։ Հոբելյանական նորն առիթ էր ամփոփելու պատմական նշանակություն ունեցող ձեռքբերումները և խոսելու հայ-ռուսական բարեկամության ու զինված ուժերի համագործակցության մասին։ Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը Միացյալ զորախմբի ստեղծմամբ մտավ նոր շրջափուլ, որը երկու երկրների զինված ուժերի համար մեծ նշանակություն ունի։ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը իր առջև դրված խնդիրները լիարժեք կատարում է։ Այսօր էլ այս զորամիավորման ստորաբաժանումներն ամենայն պատասխանատվությամբ են իրականացնում իրենց ծառայությունը մարտական պատրաստականության հմտությունները կատարելագործելով հրաձգարաններում։ Վերջերս անցկացված Արագած 2016 համատեղ զորավարժությունների ընթացքում ցուցաբերված մասնագիտական բարձր գիտելիքներն ու հմտությունները դրա վառ ապացույցն են։ Օրերս Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը հանդիսավորությամբ նշեց կազմավորման 75-րդ տարեդարձը։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ, հայ-ռուսական Միացյալ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ։ Իր ելույթում գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ներկաներին փոխանցելով Հայաստանի բարձրագույն ռազմական հրամանատարության շնորհավորական ուղերձը նշեց, որ երկու երկրների ռազմական համագործակցությունը ունենալով դարավոր և խորը արմատներ, այսօր էլ վստահ իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են մեր ժողովուրդների պաշտպանության և անվտանգության ապահովմանը։ Հանդիսության ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հրամաններով ծառայության ընթացքում առավել աչքի ընկած մի շարք զինծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, հանձնվեցին պատվոգրեր և թանկարժեք նվերներ։ Պաշտոնական մասին հաջորդեց տոնական համերգը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և բացառապես Ադրբեջանի ներքին գործի թեման չէ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված գոյություն ունեն մի շարք որոշումներ, առաջին հերթին որոշումներ, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Այս մասին 2016 թվականի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Washington Post պարբերականն անդրադառնում է Բալթյան ծովի ափին գտնվող Կալինինգրադին, ներկայացնելով այն որպես 1 միլիոն բնակչությամբ մեկուսացված և բավականաչափ ռազմականացված ռուսական անկլավ, որը Եվրոպայում նոր պատերազմի մտավախություն է առաջացնում։ Կալինինգրադում վերջին ամիսներին ռուսական զինուժի ավելացման համատեքստում հարևան Լիտվան հայտարարել է, թե մինչև տարեվերջ նախատեսում է կառուցել 80 մղոն երկարությամբ սահմանային պատնեշ, որը զինված է լինելու տեսախցիկներով։ Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցությունները պետք է դիտարկել որպես հակամարտության վերջնական կարգավորման նախերգանք։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Նրա խոսքով Իրանը գոհ է Սիրիայում հաստատված կրակի դադարեցման ռեժիմից և մտադիր է այս իրավիճակում լուրջ բանակցություններ անցկացնել։ Իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորման գրոհայիններն իրենց ուժերը և զինանոցը կենտրոնացնում են Պալմիրա քաղաքում, նպատակ ունենալով ոչնչացնել մշակութային ժառանգության հնագույն օբյեկտները։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը։ Նրա խոսքով Մոսուլը լքած ահաբեկիչները Պալմիրային ներկրում մեծաքանակ պայթուցիկներ պատմական հուշարձանները պայթեցնելու համար։ Իրաքի զինված ուժերն Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ամբողջովին ազատագրել են Մոսուլի արևելյան մասը։ Այս մասին հայտնել է իրաքցի գեներալ Աբդուլ Ղանի Ալ-Ասադին։ Նրա խոսքով կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել Տիգրիս գետից ձախ ափին, Մոսուլի տարածքում։ Պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողության ամբողջ ընթացքում սպանվել է 3300 ահաբեկիչ։ Հունվարի 18-ի երեկոյան թուրքական կողմը հայտնել է, որ առաջին անգամ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թուրքական զինուժի հետ համագործակցությամբ ավիահարվածներ են հասցրել Սիրիայում Իսլամական պետության դիրքերին։ Ռազմինֆոյի փոխանցմամբ առավել վաղ համատեղ գործողությունների մասին տեղեկություններ էր տրամադրել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը։ Նա մասնավորապես նշել էր, որ գործողությունները համաձայնեցված են եղել Սիրիայի կառավարության հետ։
Հունվարի 18-ին Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը կրկին ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային հատվածում Քանդիլի լեռներում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերին։ 2017 թվականին Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանում նախատեսվում է անցկացնել ավելի քան 10 միջազգային զորավարժություն, ինչը 2 անգամ ավելի է նախորդ տարիներին անցկացված զորավարժությունների քանակից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը։ Վարժանքներն անցկացվելու են ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Մասնավորապես Կովկասյան տարածաշրջանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների հետախուզական ստորաբաժանումների որոնում 2017 եւ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի փոխգործակցություն 2017 զորավարժությունները։ Ադրբեջանում ստուգվում է առաջնագծի մոտ տեղակայված զինված ուժերի ականանետային ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ռազմինֆոյի փոխանցմամբ լեռնաանտառային եւ հարթավայրային շրջաններում իրականացվում են գործնական վարժանքներ իսրայելական արտադրության 120 մմ տրամաչափի կարդոմ ավտոմատ ականանետների կիրառմամբ։ Մալիի հյուսիսում մահապարտ ահաբեկիչները հարձակվել են Գաո քաղաքի ռազմական ճամբարի վրա։ Միջադեպի հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ, հայտնում է Սինհուա գործակալությունը։ Մահապարտները մեքենայով մխրճվել էին ճամբարի մեջ, հետո պայթեցրել այն։ Ճամբարի տարածքում տեղակայված են ինչպես տեղացի զինվորականներ, այնպես էլ Միացյալ Ազգերի կազմակերպության ուժեր։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորումը։ Հունվարի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը հայտնել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցում է նոր սպառազինության գնման համար, հետաքրքրված է ռուսաստանյան արտադրության պաշտպանական տեխնոլոգիաներով։ Ալիևի հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ խոսքը վերաբերում է ուղղաթիռներին, պաշտպանական համակարգերին, ինչպես նաև այլ սպառազինությանը։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ նրա ավստրիացի գործընկեր ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցի հանդիպման ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հպանցիկ քննարկվել են բոլոր հարցերը, հաշվի առնելով, որ Ղարաբաղյան կարգավորման խնդիրը ԵԱՀԿ-ի տիրույթում է, այդ պատճառով էլ այն հիշատակվել է։ Կարեն Պետրոսյան, Զինուշ։ 37 տարի զինվորական համազգեստը կրելով աֆղանական պատերազմի մասնակիցն ու Արցախյան ազատամարտի նվիրյալը խորհրդային բանակի կադրային սպա ներկայումս պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը նշել է ծննդյան հոբելյանը կանտարեդարձը։ Խաղաղապահ բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը հիրավի իր վաստակով հպարտանալու իրավունք ունի։ Կյանքի 37 տարիները զինծառայությանը նվիրաբերած գեներալը, ում մանկության տարիներ անցել են խորհրդային բանակի զորամասերից մեկի հարևանությամբ, մանկուց վճռել էր զինվորական դառնալ։ 1985 թվականին Արթուր Սիմոնյանն ավարտում է Բաքվի համազորային բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանը։ Մեկ տարի անց արդեն նա գործողվում է Աֆղանստան։ Պատերազմ էր, որում ինչպես միշտ միահյուսված էին հաղթանակի բերկալից զգացողություններն ու կորստի ցավը։ Այսօր էլ Արթուր Սիմոնյանը հիանում է ծառայեկիցների պատվախնդրությամբ եւ ոգու ամրությամբ, զինակիցների մարտական առաջադրանք կատարելու պատրաստակամությամբ։ Ոնց կլինի ընկերներս գնան, ես մնամ։ Հիվանդ մարդիկ նույնիսկ Սանչաստից փախնում էին, Սանմասից փախնում գալիս էին, ինչի հեռու գնանք։ Ես էլ մի անգամ էլի, երբ որ մեր վաշտը սարեր բարձանում, ես էլ պարկած էի Սանմասում, ես էլ այդ սաղ ամեն ինչ շուտ փոխեցի, հանեցի, պոկեցի, գցեցի ու վազեցի միանգամից միացա զորքից, որ ոնց կլինի առանց ինձ իմ զինվորները գնան առաջադրանք։ Աֆղանական պատերազմի թոհոբոհով անցած Կարմիր աստղի շքանշանակիր սպան անգամ չէր կարող երևակայել, որ տարիներ անց արդեն հայրենի հողի վրա նորից մարտնչելու է մոջահեդների դեմ։ 1991 թվականին հետևելով Վազգեն Սարգսյանի կոչին Արթուր Սիմոնյանը մեկնում է Հադրութ իր գիտելիքներն ու փորձը փոխանցելու կամավորականներին։ Հենց այստեղ էլ ունենալով ընդամենը 30 փամփուշտ նա կերտեց իր առաջին փայլուն հաղթանակները, կամավորականների հետ միասին գերեվարեց հակառակորդի ծանր զինտեխնիկան։ Տրոսները գցելով բան արեցին, տրակտորը քաշեց, բերեց շատ արագ, ես գնդացիրը վերականգնեցի, մի հատ ստից փոքր մաս էր, որ չկար վրան, իսկ մեր թշնամին այդ նոր գնդացիրը բանով գործարանային այդ յուղը վրան չէին կարում օգտագործել։ Շատ արագ վերանորոգեցինք, նշանազարկի բերեցինք ու մի քանի օր հետո այդ նույն զրահամեքենայով իրանց դեմ էին կռվում ու հենց առաջի կռվի ժամանակ այդ զրահամեքենայով մի հատ ուրիշ զրահամեքենա ոչնչացրեցին։
Որպես հետախուզության ավագ սպա պատերազմին ներգրաված գեներալը մասնագիտական առանձնահատկություններով պայմանավորված չի պատմում Արցախյան ազատամարտի տարիներին իր կատարած առաջադրանքների մասին։ Փոխարենը անթակույց ոգևորությամբ եւ հարգանքով է խոսում իր ենթականների պատերազմով անցած կամավորականների մասին։ Նրանց թվում գեներալը առանձնացնում է հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի կամավորականներին, որոնց հետ ընդամենը 11 հոգով դիմագրավել են ադրբեջանական հատուկ նշանակության զինծառայողներից եւ մոջահեդներից կազմված ու տասնյակ անգամ իրենց գերազանցող ստորաբաժանման հարձակմանը։ Այնքան ուժասպառ ենք, որ այդ վիրավոր սպան մի կերպ գլուխը բարձած, իմ գլուխը բարձացրած, որ ես դիմացը ստենամ, մի ուրիշ վիրավոր ռադիոստանցիան բերանից մոտ էր պահել ու այսենց իրար կողք պարկած, կիսապարկած ձև մենք այդ երեքով Աղաբեկյանի միջոցով Հադրութի հրետանին նշանացներ ենք տալիս, գիտակցելով, որ մենք այդ վիճակում կարող է հայտնվենք մեր թշնամու ձեռքին, ստիպված կրակը մեր վրա կանչեցինք ու այդ օգնեց։ Որոշ ժամանակ եւս թշնամին կանգնեց, չկարողացավ մեզ մոտիկանալ, մինչև արդեն մեր զրահատեխնիկան մոտիկացավ։ Այդ ժամանակ գիտեք ինչ եմ հիշում, որ զգում էի, որ կյանքը հեռանում է արդեն միշտ, բայց չէի վախենում։ Ես ինձ հարց էի տալիս, էլի ասում էի, տղա, գնում ես, ինչի պանիկա չկա մեջ, այդ խուճապ չկա։ Ու այդ որ այդ մի հատ ցած աստվածային ոնց որ հանգստություն իջացալ մեր, էլի։ Բառացիորեն վերջին րոպեներին օգնության հասած համալրումն ու ծանր զինտեխնիկան հետ են շպրտում ադրբեջանական հատուկ ջոկատայիններին։ 11 մարտիկներից ողջ մնացած մի քանի վիրավորներին, այդ թվում նաև Արտուր Սիմոնյանին, շտաբ տեղափոխում են Հադրութ, որտեղ Երևանից գործուղված վիրաբույժները հրաշքով փրկում են 2 անգամ կլինիկական մահ տարած սպային։ Շատ պատասխանատու մարդ է, ես ասեմ։ Սիմոն Արտուրին առաջադրանքը եթե տվել են, մեռնի, բայց կան։ Նա իսկական մարդ է, իսկական տղամարդ է, որի հետ կարելի է հանգերություն անել։ Շատ եմ գնահատում իր մեջ իր ազնվականությունը։ Ես կասեի, որ նա այսօր մեր եզակի գեներալներից է, որը այդ արժեքի կրողն է։ Արժևորելով Արցախյան ազատամարտում ունեցած նրա դերակատարությունը, զինադատարի հաստատումից հետո հենց Արտուր Սիմոնյանին է վստահվում զինված ուժերի հատուկ նշանակության գնդի հրամանատարի պաշտոնը։ Հետագա 11 տարիների ընթացքում նրա հրամանատարության ներքո հայ հետախույզները դարձան զինված ուժերի մարտունակ ստորաբաժանումներից մեկը, հայկական բանակը պատվով ներկայացնելով միջազգային տարբեր ստուգատեսներում եւ զորավարժություններում։ Ինքը շատ է սիրում իր ազնագազմը, իր զինվորների համար։ Ես տենց շատ քիչ հրամանատարներ կա, որ զինվորի համար թևերը փռած կանգնում են։ Պատիվ ունի ոչ թե մենակ զինվորների, այլ բոլոր մեր սպաների մեջ ինքը մեծ պատիվ հարգանք ունի։ Ինքը այդ տեսակի հրամանատարը։ Ինձ հարցնեին, որ որակն եմ ամենաշատը գնահատում Արտուրի մեջ, ես կասեի հուսալիությունը։ Այդ որակի մեջ ես կնշեի իր ազնվությունը, իր սկզբունքայնությունը, պարտաճանաչությունը։ Տարիներ անց 2007 թվականին Արտուր Սիմոնյանին է վստահվում զինված ուժերի Խաղապահ բրիգադի հրամանատարի պաշտոնը։ Գեներալը հպարտությամբ է խոսում Աֆղանստանում, Կոսովոյում եւ Լիբանանում մարտական ծառայություն իրականացնող իր ենթակաների ու նրանց արհեստավարժության մասին։ Վերջին ձեռքբերումներից մեկը առաջին գումարտակի կողմից օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակում հանձնած գործնական քննությունն էր։ Դրա արդյունքներով ստորաբաժանումը այսուհետ կարող է ներգրավել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համատեղ իրականացվող ցանկացած գործողության։ Դա քրքիր աշխատանք է, որովհետև անընդհատ շփվում ենք տարբեր բանակների ներկայացուցիչների հետ, անընդհատ փորձում ենք իրանց մոտ ունեցած հետաքրքիր ու լավ բաները, որ մեր համար համատեղելի են, ներդնել։ Երկու պատերազմների թատերաբեմներով անցած գեներալը վստահ է, հրամանատարը իր վարքով հայրենիքի եւ ծառայության հանդեպ ունեցած նվիրումով պետք է օրինակ ծառայի ենթականերին։ Ահա թե ինչու գեներալը այսօր էլ ակտիվ կյանք է վարում, զբաղվում պարաշուտային սպորտով, ստորջրյա լողով, տափողակով, հոկեյով եւ ծանր ատլետիկայով։
Ծննդյան 55-րդ տարեդարձը բոլորած գեներալը երբեք չի բավարարվում ձեռք բերվածով, հայրենիքում թե նրա սահմաններից դուրս անում է առավելագույնը, արժանապատվորեն ներկայացնելով Հայաստանն ու հայոց բանակը։ Ներսես Իվանյան, Արտուր Ղարիբյան, Զինուժ։ Ժողովրդի կողմից ինձ վստահված պետական սահմանի մարտական դիրքը պատրաստ եմ պաշտպանել ազնվիրաբար Մարտավարվում եմ սրբորեն կրել հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը լինել զգոն և խիզախ պատվով կատարել որդիական պարտքս հայրենիքիս եկեղեցուս ընտանիքիս ծնողներիս զինակից ընկերներիս ժամահատարներից սերը հարգանքն ու պատիվ վաստակելու համար Աստծո օրհնությամբ հզոր հավատքով միշտ պատրաստ եմ մարտի անոնիմ մեր և համայն Հայաստանի ապագայի երդվում եմ Հակառակորդն այս շաբաթ արցախա-ադրբեջանական շփման գծում կիրառել է Սևնետ, Իստիգլալ եւ SVD տիպի դիպուկահարերացաններ։ Հրադադարի ինտենսիվ խախտումների վերաբերյալ Պաշտպանության բանակը պարբերաբար տարածում է հաղորդագրություններ, ընդգծելով, որ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար հայ դիրքապահները որոշ հատվածներում դիմում են պատժիչ գործողությունների։ Առաջնագծի հյուսիս-արևելյան ուղղությունը միշտ էլ եղել է հակառակորդի նախահարձակ ակտիվության կենտրոնում։ Եվ չնայած այս հանգամանքին տղաներին հաջողվել է անառիկ պահել իրենց վստահված սահմանահատվածը, կասեցնել թշնամական բոլոր տեսակի սադրանքները։ Նույն իրավիճակն է նաև այսօր։ Անկախ նրանից հաճախակի է խախտվում հրադադարի պահպանման ռեժիմը թե համեմատաբար հանգիստ է, դիրքապահ զինծառայողները շարունակում են զգոնության ու մարտական պատրաստականության նույն բարձր մակարդակով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Մենք աշխատում ենք բոլոր ուժերն ու ջանքերը գործադրել, որ մեր պետական սահմանը պահպանենք անառիկ ու չթողնենք, որ հակառակորդը թեկուզ մի ոտ տնել մեր հողի վրա։ Դիրքապահ տղաները բոլորն էլ գիտակցում են իրենց առաքելության կարևորությունը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում եւ վստահեցնում են, որ ցանկացած պահի պատրաստ են ձախողել հակառակորդի բոլոր մտադրությունները, ապահովելով Արցախ աշխարհի անվտանգությունը։ Մասնագիտություն ընտրելիս շատերը նայում են դեպի ապագա։ Կան մասնագիտություններ, որոնք միշտ լինելու են շատ կարևոր, քանի դեռ մարդկությունը գոյություն ունի։ Իմ մասնագիտությունը հայրենիք պաշտպանելն է։ Իմ մասնագիտությունը խաղաղ ապագան է։ Իմ մասնագիտությունը երկրի ապահովությունն է։ Ռազմական գիտությունը առաջնորդների ընտրությունն է։ Ընդունվել ցանկացողները պետք է դիմեն տարածքային զինվորական կոմիսարիատ։ 1989 թվականի հունվարի 16-ին Ֆրանսիայում ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով ազատազրկված Մոնթե Մելքոնյանն ազատվեց բանտից։ 1991 թվականի հունվարի 16-ին Իրաքի դեմ սկսվեց փոթորիկ անապատում ռազմական գործողությունը։ Հզոր օդային եւ հրթիռային հարվածների ենթարկվեցին իրաքյան ռազմական եւ տնտեսական օբյեկտները, հաղորդակցման, քիմիական եւ կենսաբանական զենքի արտադրության կենտրոնները։ 1945 թվականի հունվարի 17-ին հայրենական մեծ պատերազմի ընթացքում խորհրդային զորքերն ազատագրեցին Վարշավան։
1943 թվականի հունվարի 18-ին Խորհրդային Միության քառակի հերոս Գեորգի Ժուկովին շնորհվեց Խորհրդային Միության մարշալի կոչում։ 1990 թվականի հունվարի 19-ին Բաքվում հայ բնակչության ջարդերից հետո ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը Ադրբեջանի մայրաքաղաքում մարտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց։ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Բաքվում խորհրդային զորքերը ճնշեցին քաղաքական ընդդիմության ցույցերը, ինչի արդյունքում զոհվեց 137 մարդ, շուրջ 800-ը վիրավորվեցին։ 1993 թվականի հունվարի 20-ին Արցախյան ազատամարտի ժամանակ ավարտվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի եւ Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորացավալ հարձակումները եւ Մարտակերտի ռազմաճակատում կասեցվեց հակառակորդի առաջխաղացումը։ 1855 թվականի հունվարի 21-ին է ծնվել ամերիկյան զինագործ Ջոն Բրաունինգը։ Նրան առավել ճանաչում բերեցին նրա ստեղծած ատրճանակները։ Կյանքի 71 տարիների ընթացքում Բրաունինգը ստեղծեց ավելի քան 5 տասնյակ զինատեսակներ։ 1938 թվականի հունվարի 21-ին է ծնվել նաև խորհրդային տանկերի գլխավոր նախագծող Վլադիմիր Պոտկինը։ Նրա ստեղծած T-90 տանկը ռուսական բանակի սպառազինություն մտավ 1993 թվականին։ 1954 թվականի հունվարի 21-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում շահագործման հանձնվեց առաջին ատոմային սուզանավը՝ Նաուտիլուսը։ Հանրապետությունում շարունակվում է ձմեռային զորակոչը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի զինկոմիսարիատից, թե ինչ տրամադրությամբ են ծառայության ճանապարհել զորակոչիկների հերթական խմբին, պատմում է իմ գործընկեր Նաիրա Համբարձումյանը։ Չնայած ձմեռային ցրտաշունչ առավոտ է, բայց ընտանիքի մյուս անդամների հետ այս փոքրիկն էլ եկել է եղբորը ծառայության ճանապարհելու։ Դժվար թե այսօր նա ըմբռնի, թե այսինչ իրարանցում է զինկոմիսարիատի բակում։ Դժվար թե հասկանա, թե որն է տատիկի ու մայրիկի անհանգստության պատճառը, բայց մեծահասակները հավաքված տղաներին մատնացույց անելով պատմում, բացատրում են, որ նրանք մեկնում են զինվոր դառնալու, ինչպես իր եղբայրը, ով շուտով համազգեստ է կրելու, ով գիտե, գուցե տանկիստ կամ հետախույզ դառնա։ Այդ մասին կպատմի, երբ վերադառնա։ Մեր տղաները լավ դուխով են, ոչ վախենում են Թուրքիից, ոչ էլ նրանց զինուժից։ Միշտ առաջ են գնալու մեր տղաները։ Բարի ծառայություն տղաներին, բարի ճանապարհ։ Մեր հայ հողը պաշտպանեն, անփորձան գան մեր բալեքը հասնեն տուն։ Զինվորներ ջան, ձեր ցավը տանեմ դուխով։ Թող մեր հայոց աշխարհին խաղաղություն լինի, բոլոր զինակոչինքներ անփորձանք ծառայեն ու վերադառնան իրանց տները։ Ես հպարտությամբ իմ երկու տղային էլ ուղարկել եմ բանակ, ծառայելու այսօր փոքր տղաս վերադառնում է։ Մեր Հայաստանի համար ծառայությունը դա փառք ու պատիվ է։ Փառք ու պատիվ մեր հայոց բանակին։ Մինչ ծնողները Բաքում հավաքված սպասում են հավաքակայան մեկնող ավտոբուսին, զինակոչիկները զինկոմիսարիատի աշխատասենյակներում բուժզննում են անցնում, զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից եւս մեկ անգամ նրանցից յուրաքանչյուրի փաստաթղթերի ստուգում է անցկացվում, որից հետո նրանք անվանականչով տեղավորվում են դեպի հավաքակայան ուղևորվող ավտոբուսում։ Արդեն հավաքակայանում նրանք վիճակահանության միջոցով կընտրեն մեր երկրի այն ուղղությունը, որտեղ կանցնի նրանց 2 տարվա զինվորական ժամկետային ծառայությունը։ Լսում են իրենց անունն ու ավտոբուս բարձրանում։ Շատերը գուցե չեն էլ գիտակցում, որ այս անվանականչը դարերից մեզ հասած մարտակոչն է։ Հակառակորդի հետ մեր պատերազմն ավարտված չէ։ Ուստի նրանցից յուրաքանչյուրը մարտիկ է, մի մասնիկը մեր մարմին առած այն համազգային գաղափարի, որ կոչվում է ազգ բանակ։ Ուղիղ 2.5 տասնամյակ առաջ էլ այսպես էր. համայնք առ համայնք, գյուղ առ գյուղ մարդիկ ջոկատ կազմած մարտի դաշտ էին մեկնում պաշտպանելու հող հայրենին։ Ցավոք 2 տասնամյակ անց էլ մեր բնորանում ապրելու համար մեր կռիվն այդպես էլ չի ավարտվում։ Հարևանի հետ սահմանն այսօր էլ երիզում են խաղաղության ու պատերազմի սահմանագծերը, խրամատները, որտեղ կարճ ժամանակ անց մարտական հերթապահություն կիրականացնեն այս երիտասարդները, փոխարինելով իրենց ավագ ընկերներին։ Այսպես սերունդ առ սերունդ մարտական հերթափոխը շարունակվում է։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչները պատանի երկրապահների հետ եկել են զինվորագրվելուց առաջ իրենց աղոթքը բարձրացնող զինվորին քաջալերելու։ Փրկյա, ազատյա, հերևելի եւ հանրևույթ թշնամույն։ Հաջորդ կանգառը հավաքակայանն է լինելու, որտեղ նրանք պատիվ կունենան առաջին անգամ կրելու հայոց բանակի համազգեստն ու մի քանի շաբաթ անց հանդիսավորությամբ կերտվեն անձնվիրաբար ծառայել հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը եւ հանուն նրա չխնայել անգամ կյանքը։
Նաիրա Համբարձումյան, Եղիշե Սողոմոնյան, Զինուշ։ Արցախում նույնպես բարձր տրամադրությամբ բանակ են ճանապարհում զորակոչիկներին վիճակահանությամբ ու զինվորական համազգեստը ստանալով հայրենիքի նորիրյա հերոսներն ուղևորվում են զորամասեր ավագների գործը շարունակելու, հայրենի հողը պատվով պահպանելու։ Մեկնարկել է 2017 թվականի ձմեռային զորակոչը, համապետական եւ համաբանակային նշանակության միջոցառում, որը կոչված է ապահովելու սերնդափոխության բնականոն ընթացքը հանրապետության զինված ուժերում։ Բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպված դիմավորման հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ շտաբի պետ գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանը, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների եւ հոգեվոր դասի ներկայացուցիչներ։ Զորակոչիկների ծառայության հետագա վայրերը ավանդաբար ընտրվում են վիճակահանության միջոցով։ Գործընթաց, որը տարեստարի կատարելագործվելով նպաստում է արդար զորակոչի անցկացմանը։ Ես շատ հպարտ եմ, որ հիմա կրում եմ այս համազգեստը, ու ես դա գիտակցում եմ ինչ պարտականությունն է, ես թեկուզ արյանս գնով պետք է պաշտպանեմ իմ հայրենիքը։ Ձմեռային զորակոչին նվիրված մեկ այլ հանդիսավոր միջոցառում էլ կազմակերպվել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում։ Իրենց զավակներին ճանապարհելու եկած ծնողներն ու հարազատները որոշակի հուզմունքի եւ անհանգստության հետ միասին նաև հպարտ են եւ տղաների զինվորանալու պահը համարում են խորհրդանշական։ Այսօր ես իմ որդուն ճանապարհում եմ բանակ եւ մարտական տրամադրությամբ։ Հպարտ եմ, որ որդիս համալրում է Պաշտպանության բանակի շարքերը եւ համոզված եմ, որ նրանք այն սխրանքները, որոնք Արցախյան պատերազմի ժամանակ իրենց մեծերը կատարել են, իրենք կկրկնապատեն։ Նոր զորակոչի արդյունքում Պաշտպանության բանակը կհամալրվի նախորդների ձեռքբերումները գերազանցելու պատրաստ հայրենիաց պաշտպաններով։ Թիկունքում, ինչպես առաջնագծում, մարտական պատրաստությունը բարձր է զինված ուժերում ու նաև պահեստազորայինների շարքերում, ամեն պահի պատրաստ սահմանապահի կողքին կանգնելու ու նվիրական առաքելությունն իրականացնելու։ Տասնամյակներ անց ավագ սերունդը շարունակում է ապրել զինվորական ոգով։ Պաշտպանության բանակի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն ըստ առանձին մասնագիտական ուղղությունների անց են կացվում տարբեր ուսումնավարժական հավաքներ, որոնց մասնակցում են պահեստազորի սպայական ու շարքային կազմի ներկայացուցիչները։ Վերջիններիս ուսուցանում են գործառույթային պարտականությունների կատարմանը, բարձրացնում տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, կատարելագործում մեթոդական պատրաստության մակարդակը։ Պաշտպանության բանակը բարբերաբար կազմակերպում նման միջոցառումներ, ընդգրկված ենք սպայական դասընթացներին, նպատակը հետևյալն է, որ ցանկացած իրավիճակում ռազմական գործողությունների վերսկսման եւ այլ իրավիճակներում կարողանանք մեր ունեցած գիտելիքներն ու փորձը ծառայեցնենք մեր պետությանը, մեր հայրենիքին։ Նշենք, որ զորահավաքային պատրաստությունը հանդիսանում է Պաշտպանության բանակի մարտական պատրաստականության կարևոր բաղադրիչներից մեկը, եւ նման ուսումնավարժական հավաքներ եւ հարակից այլ գործընթացներ կիրականացվեն նաեւ առաջիկայում։ Շաբաթներ անց Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում կմեկնարկի պատանի հայրենասերներ միջազգային մրցույթը։ Մի շարք երկրների 40-ից ավելի թիմեր 40 աստիճան ցրտի պայմաններում եւ սահմանված ժամկետում պետք է հաղթահարեն բարդ առաջադրանքները, բացազատումից մինչև դժվարին արգելագոտիների հաղթահարում։ Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժանի պատանիներն այդ մրցույթին մասնակցում են 2011-ից, 3 անգամ վերադարձել են առաջին տեղը զբաղեցրած, այս անգամ էլ մեկնելու են դիրքերը չզիջելու մարտական տրամադրությամբ։ Ամանորից ու հանգստյան օրերից անմիջապես հետո մոնթեականները մարզվում են, լավագույն տասնյակն իր ձմեռային պարապմունքներն անցկացնում է լեռնային պայմաններում, պատրաստվելով պատանի հայրենասերներ միջազգային մրցույթին։ Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ Պերմում կայանալիք միջազգային մրցումներին լավ տեղ գրավենք։ Արգելագոտիների հաղթահարումն այստեղ հեշտ չէ, սակայն դժվար էլ չէ։ Տղաներն ամեն օր ու առավոտից երեկո մարզվում են, կոփում մարմինն ու հարմարվում եղանակային պայմաններին։ Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում ջերմաստիճանը բացասական է, ընդ որում չի էլ մոտենում 0-ին։ Այստեղի բնակլիմայական պայմանները համապատասխանում են գրեթե այնտեղին եւ դրա համար մենք պարապմունքներ անցկացնում ենք այստեղ լեռնային ուսումնական կենտրոնում։ Յուրաքանչյուր առաջադրանք իր բարդությունն ունի եւ մեծ պատասխանատվություն է պահանջում, որովհետեւ մրցույթն անհատական չէ, թիմային է, հատկապես երբ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժանի սաները ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունն ու զինված ուժերը։ Այս վերջին օրերին մենք փորձել ենք վերացնել բոլոր թերությունները կապված արգելագոտիների հետ եւ սահուն արդեն հասնում ենք բոլորը սահմանված ժամանակում։
Մինչև փետրվար նրանք մարզվում են, պատրաստվում, կոփվում տղաների կողքին ու նրանց խորհրդատուն փորձառու սպաներն են, որ հետևում են մարզումներին ու շտկում թերություններն ու բացթողումները։ Ամեն տարվա պես հայ պատանիները պետք է առաջատար տեղ զբաղեցնեն։ Տղաները ոգևորված են շատ, փառապունքների մասնակցում են շատ բարեխղճորեն, քանի որ բոլորը ուզում են մասնակցեն նման միջազգային հավաքին։ Պերմում կայանալիք միջազգային մրցույթի մասին սաները լսել են ավակներից, տեղեկացել մանրամասներին ու իրենց առջև խնդիր դրել։ Պետք է նախորդների գործը պատվով շարունակել, հայկական եռագույնը եւս մեկ անգամ բարձրացնել, երգելորդներն ու վերադառնալ հարազատ տուն, կրթօջախ ու հայրենիք գավաթով ու առաջին հորիզոնականի մեդալով։ Դավիթ Դավթյան, Եղիշե Սողոմոնյան, Զինուշ։ Եթերում Զինուշ հեռուստածրագրի կիրակնօրյա թողարկումներ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։